Այս համաձայնագրի ստորագրմամբ էլ հիմք դրվեց նոր որակի իրավաբանական կրթության։ Երևանի հայ բուսակ եւ Տերամոյի համալսարանները մեկնարկում են կրկնակի դիպլոմի ուսման ծրագիրը։ Այս գործընկերությունը միտված է Հայաստանում իրավաբանական կրթության բարելավմանը 21-րդ դարի իրավաբանների կոմպետենցիաների ձևավորման միջոցով։ Պետք է նշեմ, որ այս համաձայնագիրը կնքելու համար հայ եւ իտալացի գործընկերները բավականին մեծ աշխատանք են տարել։ Սա հրաշալի հնարավորություն է գործակցելու քրեական, քաղիրավական ոլորտներում միասին դիմագրավելու առկա մարտահրավերներին։ Ի վերջո մեր հիմնական նպատակներից մեկը նաեւ միջազգային ամուր հարաբերություններ ձևավորելն է։ Կրկնակի դիպլոմի ծրագիր առաջին անգամ է իրականացվում Հայաստանում։ Կարծում եմ եւ լիահույս եմ, որ մենք կհաջողենք։ Կրկնակի դիպլոմի այս ծրագիրն իրականացնելու են հայ եւ իտալացի առաջատար մասնագետները Երևանում եւ Տերամոյում։ Երևանի հայ բուսակ համալսարանի իրավաբանության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Լիանա Մալխասյանի խոսքով նպատակն է ստեղծել կրթական միջավայր, որը լիովին համապատասխանում է եվրոպական ակադեմիական եւ մասնագիտական չափորոշիչներին։ Այն ուսանողները, ովքեր հայ բուսակ համալսարանից փոխանակման ծրագրի շրջանակներում կմեկնեն Իտալիայի Տերամո համալսարան, ծախսերը հոգալու է բուհը, իսկ իտալական ուսանողների հետ կապված կարծում եմ, որ Իտալիայի Տերամո համալսարանը ուսման վարձի հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունեցել, այսինքն ուսման վարձը շարունակում է նույնը մնալ, այն ինչ որ սովորել են մեր ուսանողները այդ ուսման վարձի շրջանակներում կազմակերպվելու է ծրագիրը, ուսուցումը տեղի ունենալու անգլերեն եւ իտալերեն լեզուներով, ծրագրի պայմաններից մեկն էր նաեւ, որ հայ բուսակ ընդունվող առաջի կուրսի ուսանողները պետք է պարտադիր ուսանեն իտալերեն լեզուն։ Հայ բուսակ համալսարանը Տերամոյի համալսարանի հետ գործակցում է 2023 թվականից։ Այս ընթացքում իրականացվել են փոխայցելություններ, քննարկումներ, մշակվել է համատեղ ծրագիր, որը ներառում է ուսումնական մեթոդաբանություն, կրեդիտային համակարգ եւ ուսումնառության ձևաչափեր։ Այս ծրագիրը կյանքի կոչելու գաղափարը հասունացավ այն ժամանակ, երբ մենք հասկացանք, որ ունենք գործակցության մեծ ներուժ, կամք ու ցանկություն։ Մենք հասկացանք, որ կարող ենք գործակցել նաև իրավաբանական ոլորտում, ամուր կապեր ստեղծելով հայ բուսակ եւ Տերամոյի համալսարանների միջև։ Այս համաձայնագիրը ցույց կտա, թե ինչպես կարող ենք մեր երկրների համալսարանների իրավաբանական ֆակուլտետները զարգանալ։ Ես վստահ եմ, որ շատ իտալացիներ այստեղ չեն եղել։ Նույնն իհարկե նաև հայերի մասին է։ Ուստի սա լավ առիթ է ուսանողների փոխայցելությունների, նաև մասնագիտական վերապատրաստման համար։ Կրկնակի դիպլոմի ծրագրից կօգտվեն հայ, իտալացի եւ այլ երկրների ուսանողները, ամրապնդելով միջազգային ակադեմիական կապերը։ Այս պահին մենք պատմական մի փուլում ենք գտնվում, որտեղ հայ-իտալական գործակցության նոր մակարդակ է ձևավորվում։ Մենք վիզաների ազատականացման ուղղությամբ եւս աշխատում ենք, որպեսզի հայերը կարողանան ազատ մուտք գործել Իտալիա։ Ուստի ԵՄ շրջանակներում մեր հայ գործընկերների հետ ակտիվ աշխատում ենք այս ուղղությամբ։ Սա կարևոր է նաև մեր երկրների համալսարանների միջև ստորագրված համաձայնագրի առումով։ Այս նախագծի մեթոդաբանությունը թույլ է տալիս կիսվել իրավաբանական ոլորտում ակադեմիական գիտելիքներով, ավելի շատ հմտություններ ու փորձառություն ձեռք բերել լավագույն մասնագետներից։ Ինչու Իտալիա։ Պատասխանը պարզ է։ Հայաստանի եւ Իտալիայի իրավական համակարգերը ծագում են նույն ռոմանո-գերմանական իրավական ընտանիքից, ինչի շնորհիվ Տերամոյի համալսարանը դարձել է այս նախաձեռնության տրամաբանական գործընկերը։ Մենք կատարեցինք մեր ընտրությունը դիմելով եվրոպական գործակալության այնտեղ անցնելու ինստիտուցիոնալ հավատարմագրումը։ Այսօր մենք այդ ճանապարհի հետաքրքիր պահերից մեկն ենք ապրում, գտնվում ենք մի անցումային փուլում, որտեղ մեր համալսարանը սկսում է արդեն ծրագրային համատեղ աշխատանքներ եվրոպական ամենահայտնի համալսարաններից մեկի հետ, Իտալիայի Տերամո համալսարանի հետ։ Երևանի հայ բուսակ համալսարանը մեր երկրի ամենահին եւ ամենամեծ մասնավոր բուհը եվրոպական գործակալությունների կողմից հավատարմագրվող միակ ուսումնական հաստատությունն է Հայաստանում։ Կրթության որակի ապահովման դժվարին մարտահրավերը հայ բուսակն ընդունել է որպես կարևորագույն երկարաժամկետ ներդրում Հայաստանի Հանրապետության մարդկային կապիտալի զարգացման գործում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։